Քիչ առաջ Հովիկ Աղազարյանը հայտարարում էր, որ դեռ հույս կա եւ պետք է համոզել, որպեսզի Միքայել Աջապահյանը դառնա անդիմության թեկնածուն։ Դուք ինչ վարչապետի թեկնածուն, դուք ինչ եք կարծում եւ արդյոք աշխատանքներ տանում է հանրապետականը այդ ուղղությամբ։ Իմ ամբողջական կարծիքը արտահայտված է մեր ֆրակցիայի հայտարարության մեջ, որը մենք տարածել ենք այդ նույն օրը, կախված Աջապահյանի arczepiskopos-ի որոշումից, եթե այն փոխվի, մենք մեր հայտարարության մեջ հայտարարածին, նշվածին տեր ենք լինելու, ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերները հակառակ պարագայում տեր կլինեն մյուս հատվածին, այն է, եթե չլինի Աջապահյանի, arczepiskopos Աջապահյանի համաձայնությունը, ապա իրենք նույն համերաշխությամբ եւ Չանասիրությամբ կմիանան, համախմբվածությամբ շնորհակալություն, կմիանան մեր արդեն իսկ մեկնարկած գործընթացին։ Աղազարյանը չբացառեց իմիջայլը։ Նախ չեմ միաժամանակ 10 հարց լսել ժողովուրդ։ Այդ մամուլի տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանը կաթողիկոսի միջոցով համոզել է Դա մամուլ չի, դա սուտասանների եւ Փաշինյանին սպասարկողների հավաքույթ է։ Ես նման կեղտ չեմ մեկնաբանում։ Պարոն Մամիջանյան, բայց նույն երկրորդ նախագահի թիմակիցներն այդ օրը որոշակի մեղադրանքներ ուղղեցին հերթական անգամ ասելով, որ պատիվ ունեմ այդ տարածեց հայտարարությունն այն ժամանակ, երբ արդեն Միքայել Աջապահյանը հրաժարվել էր վարչապետի։ Ժամանակային շատ պարզ կարելի է նայել, որ այդ երկու իրադարձությունները փաստացի հրապարակման տեսանկյունից տեղի են ունեցել միաժամանակ, եթե չեմ սխալվում, Զոհրաբյանն է առաջինը հրապարակել arczepiskopos-ի արձագանքը իր տեխնացիան առաջադրման գաղափարին, այն ժամանակ, երբ որ դա տեղի ունեցել, ես զբաղված էի հայտարարության տեքստի սրբագրմամբ եւ հրապարակմամբ։ Կարծում եմ դա ներողություն եմ խնդրում, ակնհայտ է եւ հույս ունեմ, որ ձեր ձևակերպումը, թե երկրորդ նախագահի աջակիցներն են դա տարածում, չի համապատասխանում իրականությանը, որովհետև ժամացույց հույս ունեմ բոլորը ունեն։ Գիտեք, կան մարդիկ, որոնք իրենց անվանում են երկրորդ նախագահի աջակիցներ, բայց երկրորդ նախագահի թիմը անդադար իրենցից ուզում է խուսափել։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, այն մարդիկ, ովքեր փաշինյանական քարոզչություն են տարածում, չեն կարող լինել որևէ անդիմադիր գործչի աջակիցներ։ Աղազարյանը ասում է, որ Միքայել Սրբազանի շուրջ հանրային մոբիլիզացիա Հովիկ Աղազարյան, ովքեր որ առաջադրել են, կարող է լինել Դավիթ Համբարձումյանի դեպքում այդ կոնսոլիդացիան հնարավոր է, պարոն։ Իհարկե հնարավոր է։ Եթե մենք այդ մոտեցումներին չլինեինք եւ այդ վստահության չլինեինք, այս գործընթացը չէինք մեկնարկի։ Մեկ, երկրորդը, կարծում եմ այն փաստը, որ չկա որևէ գեթ 1 ընդդիմադիր գործիչ, ով ոչ դրական արտահայտվի Դավիթ Համբարձումյանի մասին եւ սա նույնպես ցուցիչ է։ Երրորդ, եւս մեկ անգամ մեջ բերեմ մեր հայտարարությունը։ Մենք պատրաստ ենք ապահովել այդ միասնությունը եւ միշտ հանդես ենք եկել այդ դիրքերից, բայց ակնկալում ենք նույնը մեր գործընկերներից։ Երեք Դավիթ Համբարձումյանը ներողություն ասել էր, որ ԿՊ-ում ոչ բոլորն են սրիկաներ։ Սա պատիվ ունեմի ամբողջական դիրքորոշումն է։ Չհասկացա հարցը։ Ասել էր, որ ԿՊ-ում ոչ բոլորն են սրիկաներ, սա Իհարկե կան մարդիկ, որոնց հետ հնարավոր է որոնց համաձայնությունը իմպիչմենտի գործընթացին հնարավոր է ստանալ, ապահովել 54 ձայն եւ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում իշխանապողություն։ Դուք կարծում եք, որ ես հիմա այդ անազգանունները կասեմ եւ այդ գործընթացը կդարձնեմ անհնար։ Աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով։ Հովիկ Աղազարյանի հետ հանդիպում ունենում եք այդ նորմալ այդ ձեր ինձ ոչ այս պահին, ոչ այս պահին։ Իսկ ինչու Սերժ Սարգսյանը չի այցելում կամ չի հանդիպում կաթողիկոսի հետ աջակցություն նրա, ինչպես օրինակ նախագահ Սարգսյանը եւ Վեհափար Հայրապետը մշտական կապի մեջ են։ Նախագահ Սարգսյանի եւ Վեհափար Հայրապետի շփումները որևէ արտառոց բան իրենց մեջ չեն պարունակում, ներողություն եմ խնդրում, ավարտեմ, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք, դրանք կրում են պարբերական բնույթ։ Սկանդալի ֆոնին եղել է հանդիպում թե Մամիջանյան կներեք, էլի ձեր ասածից հիմա պարզ չդարձավ, հանրապետականը աշխատում է ԿՊ-ի հետ, իմպիչմենտի հետ կապված։ Երևի կամ ես հստակ չասեցի, կամ ուշադիր չէիք, տարվում են աշխատանքներ իմպիչմենտի իրագործման համար բոլոր ուղղություններով։ Ցավոք սրտի այնպես է ստացվել, որ
բարդ եւ այս պայդրությամբ ամենաժամանակատար ուղղությունը դա Հայաստան խմբակցության ստորագրություններ ստանալն է, բայց աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով, թե ԿՊ-ականների ստորագրությունների, թե անկախների ստորագրությունների, թե փողոցային պայքարի, թե տեղեկատվական եւ այլ նման գործընթացի առաջ Ժորժ ավարտեմ էլի, թե բոլոր այն ուղղություններում, որոնք անհրաժեշտ են իմպիչմենտի հաջողության հասնելու համար։ Հույս ունեմ, որ մեր գործընկերները նույնը կանեն։ Այ հիմա լսում եմ։ Անի հետ պարոն Մամիջանյան, կոնկրետ այս հարցով, որտեղ հիշում ենք Սրբազան շարժման ժամանակ էլ ասացին, որ քննարկումներ կա, իհարկե ինքը հիմա պատիվ ունեմ, չի, բայց այս մասով գոնե ինչ որ քննարկումներ կան, որտեղ նա ազգային ժողովուրդ։ Եկեք նորից սկսենք։ Երբ որ ես ասացի, որ տարվում են աշխատանքներ բոլոր ուղղություններով, նշեցի հատ առ հատ բոլոր խմբերը, падգամավորական, անկախներ, ԿՊ-ականներ Հայաստան, հետո ասացի տեղեկատվական դաշտ, հետո ասացի փողոցային պայքար, ձեր նշած հարցի պատասխանը դրա մեջ կար։ Ես կարող եմ Դուք կարող եք Իշխան Զաքարյանը անկախ падգամավոր է։ Ներողություն։ Իշխան Զաքարյանը անկախ падգամավոր է։ Պարլամենտում այդպես է գրված։ Պարոն Մամիջանյան, Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ժամ առաջ իր էջում գրել է, ես ուզում եմ 2 հատված մեջ բերել, որ դուք դրա վերաբերյալ ձեր գնահատականը կարողանաք հնչեցնել։ Ասում է, հեծի այն աշխատողներ, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Հետո շարունակում են, նրանք ովքեր հեծ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։ Հետո ասում է, հեծի այն աշխատողները, ովքեր Ափսոսել մեր ժամանակը, գիտեմ բովանդակությունը։ Չէ, ուղղակի սա, պարոն Մամիջանյան, արդեն հնչում են գնահատականներ, որ կան Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին այն նստածը, որը ձախողել է մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, դարձել է 5000 լույս տղերքի մահվան պատճառ, հայացապել է Արցախը, ամբողջությամբ խայտարակության է հասցրել մեր բոլոր ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքը, դուրս է եկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, կազատվեն աշխատանքից իմպիչմենտի միջոցով։ Ափսոս ժամկետ չեմ կարող նշել։ Սպառնալիք կա այստեղ, պարոն Մամիջանյան, այսինքն ինչ է։ Իհարկե այստեղ կա սպառնալիք, իհարկե այստեղ կա ուղիղ ներգործություն, իհարկե այստեղ կա ներգրավվածություն հեծը խլելու գործընթացի մեջ, բայց Փաշինյանի հանցագործությունների մեջ դա շատ քիչ տարբերություն է տալու իր հետագա շատ երկար սրոկի մեջ։ Եթե իսկապես ինքը այսպես վախ չունի Սամվել Կարապետյանից եւ այլն, որ ասում է ինքն է իրավիճակին տիրապետում, ինչու է այսպիսի քայլեր անում, սա ինչ է ցույց տալի, ամեն դեպքում ցայտնոտային Ցույց է տալիս, որ ինքը մահու չափ վախենում է թե Սամվել Կարապետյանից, թե բոլոր հայրենասերներից հատ առ հատ եւ ամենաահավորը ինքը սարսափում է հայրենասերներից, երբ դրանք լինեն միախմբված, համախմբված եւ միահամուռ ճակատով։